Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, դուք դիտում եւ լսում եք Գործարար ալիքը, տաղավարում ինձ հետ է այսօր հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, բարև ձեզ պարոն Հակոբյան։ Հոկտեմբերի 23-ին 24-ին Երևանում մեկնարկում է կարգավորող մարմինների եվրոպական հարթակի համաժողովը, 62-րդ համաժողովը, որքան հասկացա Հայաստանը ներկայացուցիչներ են լինելու նաև Հայաստանից եւ ներկայացնելու է Հայաստանը հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը։ Մի թեթև խնդրում եմ ռադիոլսողների եւ դիտողների համար ներկայացրեք, թե ինչ է իրենից ներկայացնում հարթակը եւ այս համաժողովը, հա, ինչի մասին եք խոսելու։ Փոքր ճիշտ եմ, ոչ մենք ոչ միայն ներկայացնում ենք այդ հանձնաժողովին, մենք այդ հանձնաժողովի ընդունող կողմն ենք։ Ահա։ Հա, տեր ու տիրականն ենք, կազմակերպիչն ենք, հա, այսինքն այդ բոլոր հարթակի անդամ երկրների պատվիրակությունները մեր հյուրն են։ Ինչ է իրանից ներկայացնում այդ հարթակը, եվրոպական երկրների կարգավորող մարմինների։ Այն մի հարթակ է, որը միավորում է եվրոպական երկրների կարգավորող մարմինները։ Բոլոր երկրները եվրոպական ունեն կարգավորող մարմիններ։ Խոսքը մեդիայի կարգավորման մասին։ Մեդիայի կարգավորող մարմին, երբ որ ասում են, հա, դա մեդիայի մասին է խոսքը, եւ Եվրոպայում մենք ունենք 56 կարգավորող մարմին 47 երկրներից։ Ինչու է այդ տարբերությունը, որտեղ մի շարք երկրներ ունեն 2 կամ ավել կարգավորող մարմին։ Օրինակ Իսպանիան ունի ընդհանուր իսպանական եւ առանձին կատալոնիայինը, գիտեք, կատալոնիան ինքնավար որոշ բաներ ունի, ֆունկցիաներ ունի կամ ինքնավարություն ունի եւ առանձին կարգավորող մարմին ունի։ Նույնը Բրյուսելում, նույնը Բելգիայում, որտեղ ֆլամանդացիք եւ վալոնացիք, հա, տարբեր լեզուներ են, տարբեր մշակույթ, հա, ինքնավարությունը, նրանք ունեն 2 կարգավորող մարմին։ Իսրայելը ունի 3 կարգավորող մարմին, հա, էլի տարբերություններով։ Ինչով են զբաղվում։ Կարգավորում են մեդիա ծառայություններ, մատուցողների գործունեությունը, հա։ Այսինքն կատարում են նույն գործողությունները, ինչ որ մենք։ Ինչով է կարևոր այդ հարթակը։ Այդ հարթակը կարևոր է նրանով, որ մենք մերթ հանդիպելով այս համաժողովներին, մենք կարողանում ենք հասկանալ դեպի ուր գնում մեդիան, ինչ վտանգներ կամ ինչ հնարավորություններ են պարունակում նոր այս դիջիտալ մեդիաները, ինչ սպառնալիքներ կամ հնարավորություն է տալիս օրինակ արհեստական բանականությունը։ Այսինքն մենք փորձում ենք, հա, համահունչ ժամանակի թելադրանքներին եւ տեխնիկական զարգացման մակարդակին, հա, փորձել ստեղծել այնպիսի դաշտ, օրենսդրական, բարոյական, հա, էթիկական, որը կկարգավորի այս անծայրածիր, հա, տեղեկատվական աշխարհում այն մեդիա ծառայությունները, որոնք հասանելի են, հա, բանի համար, հա, բնակության համար։ Ամենահեղինակավոր հարթակն է, հա, այնտեղ միայն այն երկրներն են, որոնք ունեն անկախ մեդիա կարգավորող հանձնաժողովներ, օրինակ Ռուսաստանը եւ Բելարուսը, որոնք եվրոպական երկրներ են համարում, նրանք այդ հարթակի անդամ չեն, որովհետեւ այնտեղ կառույցները, որոնք կարգավորում են մեդիա ծառայություններ մատուցողների գործունեություն, նրանք բան են, գործադիր իշխանության մի մաս է, այսինքն անկախ չեն, հա։ Մնացած բոլորը, հա, եւ մեր մոտ հիմա հյուրեն անգլիական կարգավոր մարմից, միջև իսպանական, իտալիացիք, ֆրանսիացիք, բալթիա երկրները բոլորը։ Ցավոք միայն ես գիտեմ Իսրայելից չկարողացան, կան ինչ պատճառներով, գիտենք ինչ այնտեղ ինչ իրավիճակ է, քաղաքական, թուրքական կողմը, այնտեղ կարգավոր մարմինը շատ հզոր եւ մեծ լիազորություններ ունի, ոնց որ պետության մեջ, եւ իրենց կարգավորման փորձը շատ հետաքրքիր է, ես ձեզ ասեմ, նրանք բավականին պատկառելի պատվիրակություն են ուղարկել 4 հոգի եւ շեղմեմ թեմայից 3 առավոտյան եկել են եւ երեկոյան մեր ընդունելության ժամանակ պատմեցին, որ հասել են Երևան, հյուրանոցում իջևանել են, հետո մեքենային պատվիրել եւ գնացել են ուր ձեր կարծիքով Գեղարդ, որտեղ շատ են Գեղարդի մասին լսել եւ ֆանտաստիկ տպավորություններով եկել էին։ Այսինքն բացի նրանից, որ մենք լուրջ աշխատանքային, հա, գործունեություն ենք ծավալում, դա նաեւ Հայաստանը ներկայացնելու շատ լավ, հա, միջոց է, շատ լավ գործիք է, որը օգնում է մեզ նաեւ հետո մեր հարաբերություններում տարբեր կարգավորող մարմինների հետ որոշ խնդիրներ լուծել։ Միանգամից ասեմ, որ օրինակ, հա, փորձել նվազեցնել հակահայկական ալիքների ազդեցությունը այդ երկրներում։ Օրինակ, մենք կարող ենք դիմել այդ կարգավորող մարմնին,
այս երկրները, որ ասել ձեր մոտ օրինակ, մեդիայում շրջանառվում ասա, հա, եւ նրանք փորձեն մեր բողոքները միշտ չի հասնում իհարկե, միգուցե դեսպանությունից կարող է մեզ դիմեն կամ Սփյուռքից ինչ որ մարդիկ այդ երկրից, մենք կարողանում ենք ինչ որ չափով դրա դեմն առնել։ Այսինքն մեր մասնակցությունը այդ հարթակին ինքը բազմաթիվ առավելություններ ունի եւ պարտադիր է մենք անդամ ենք 2010 թվականից վերջի տարիներին բավականին արդեն շոշափելի կամ տեսանելի մասնակցություն ունենք, այսինքն մասնակցում ենք ոչ միայն ժողովներին, կիսվում ենք ինֆորմացիայով, պրեզենտացիաներ ենք պատրաստում եւ այլն եւ այլն եւ այլն։ Ինչով են զբաղվում հիմա կարգավորող մարմինները, հիմնականում իրենց երկրներում, ինչու եմ հարցնում, որովհետև կարծես թե զուգահեռ երկու տարբեր հոսքեր կա մեդիայի հետ կապված։ Մի կողմից դա բողոքն է, որ գնալով ավելի ու ավելի շատ են ավելանում չի կարելիները մեդիայում, շատ օբյեկտիվ պատճառներով, չի կարելի դիմացինին վիրավորող խոսք ասել, չի կարելի, այսինքն այսինչ խմբին ինչ որ ձև նսեմացնող խոսք ասել եւ այլն, այսինքն չի կարելիները շատանում են մեդիաներում եւ չի կարելիները վերացած են արդեն սոցիալական ցանցերում, տարբեր հարթակներում եւ այս երկու իրարամերժ իրականության մեջ մենք ապրում ենք ինչպես են այս հարցերի բալանսները, փորձում գտնել մարմինները։ Տեսեք, իսկ հարցով հարցին պատասխանեմ, որ չի կարելինա ձեզ ավելի հոգեհարազատ կամ որ չի կարելինա ավելի աջակցում առողջ հասարակությանը։ Այն չի կարելին, որ չի կարելի հայհոյել, այն չի կարելին, որ չի կարելի մարդկանց ապանտվել, այն որ չի կարելի խտրական վերաբերմունք դրսևորել տարբեր սոցիալական կամ ազգային կամ կրոնական խմբերին, թե այն ամենաթողությունը, այսինքն չի կարելի բացակայությունը, որը մենք շատ ժամանակ տեսնում ենք հատկապես on-line տիրույթում։ Իհարկե ամենաթողությունը վատ է, բայց այս մի չի կարելին էլ ռիսկային է, վախ կա, որ կարող է։ Ես ռիսկային բան չեմ տեսնում, տեսեք, իհարկե ռիսկային է, օրինակ շատ ռիսկային է ճանապարհային ոստիկանության գործունեությունը։ Ինչի է ռիսկային։ Կարող են կաշառք վերցնել, կարող են սխալ մեկնաբանություն անել, լուսավորները կարող են չաշխատել, երբ որ լույս չլինի, այսինքն իր մեջ վտանգներ է պարունակում, ինքը պետավտոտեսուչը հին լեզվով եմ ասում, այսինքն ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչը կարող է կոպիտ լինել, եւ այլն, եւ համեմատենք այն վտանգների հետ, որը պարունակում է ընդհանրապես չկարգավորվող երթևեկությունը մեքենաների։ Այսինքն չարած փոքրագույնի խնդիրը կարգավորումը իհարկե իր վտանգները ունի։ Դա կապված է եւ օրենսդրական բազայի հետ, եւ քաղաքացիական հասարակության զարգացման հետ, եւ պետության քաղաքականության հետ, իշխանությունը կարա հետադիմական լինի, եւ լիքը բաներ արգելի։ Այնուամենայնիվ, եթե մենք համեմատություն մեջ ենք դնում ամենաթողությունը եւ նույնիսկ ոչ, ոնց ասեմ, իդեալական կարգավորումը, իհարկե կարգավորումը այն մեխանիզմն է, որով մենք պահպանում ենք շատ վերամբարձ խոսք չհամարեք մեր հասարակության, հոգևոր եւ ֆիզիկական անվտանգությունը եւ մեր երկրի տեղեկատվական եւս անվտանգությունը։ Առանց դրա դա հնարավոր չի, հաշվի առնելով այսօրվա անվերահսկալի տեղեկատվական հոսքերը։ Գիտեք, երբ էր դա շատ արդիական 50 տարի առաջ, երբ որ բոլոր այդ սահմանափակ ռեսուրսը պետության ձեռքն էր, տպարանների իր ձեռքն էր, հաճախականությունը իր ձեռքն էր, այսինքն միշտ կարող էր այդ թթվածինը փակել եւ դրա համար խոսքի ազատության համար մղվող պայքարը ինքը շատ հասկանալի էր, տրամաբանական էր եւ պետքական էր, այսպես ասեմ, որպեսզի մարդկանց հասնի, ազնիվ, անկաշկանդ խոսքը եւ որպեսզի ապահովի բազմակարծությունը եւ այլն։ Այսօր ցանկացած մարդ, որ ունի մի հատ գադժետ, եւ որը միացված է համացանցին, հնարավորություն ունի իր տեսակետները, կիսվել բազմության հետ, իրավունք ունի, չունի, արդյոք այդ մարդը կրթական ցենզ ունի, թե չէ, արդյոք այդ մարդը կներեք հոգեկան հիվանդ է, թե ոչ, արդյոք այդ մարդը կատարում է ինչ-որ ուժերի հանձնարարականը եւ այլն եւ զբաղվում է պրոպագանդայով։ Այդ առումով այս միլիոնավոր մարդիկ արդեն մեդիա են դարել, ոչ միայն կազմակերպությունն, այլ նաեւ մարդիկ։ Այդ առումով, խոսել խոսքի ազատության մասին, որը հնարավոր է
սահմանափակել, ինձ թվում է դա անհնարին է։ Եվ ոչ մի երկրում չկա, ես ես վերջերս բանում էի, Իրանում էի, որտեղ բավականին կոշտ կարգավորում կա, շատ սոցիալական ցանցեր արգելված են, հավատացում եմ ձեզ, բոլորը ամեն ինչ գիտեն, բոլորը ամենտեղ կարողանում էին մտնել եւ ստանալ ալտերնատիվ, այլընտրանքային ինֆորմացիան, այսինքն դիլինես չգիտեմ տոտալիտար երկիր Հյուսիսային Կորեայի պես, որ մեծագույն ջանքեր կիրառելով կարողանաս փակես ազատ խոսքի տեսակետների արտահայտումը։ Մենք հիմա այլ խնդիր ունենք, ինչպես պաշտպանել հասարակությունը եւ պետությունը, ինֆորմացիոն աղբից եւ խոսքի ազատության չարաշահումներից։ Այդ կարգավորման մեխանիզմները առաջին հերթին դրա համար են։ Եվրոպական կարգավորման հարթակները հենց թիվ 1 խնդիրը հենց սա է։ Այո, թիվ 1 խնդիրը դեզինֆորմացիան է, թիվ 1 խնդիրը ատելության խոսքն է, թիվ 1 խնդիրը մեդիաների թափանցիկությունը ապահովելն է, եւ արդեն թիվ 1 խնդիրը հասկանալ, թե արհեստական բանականության գործիքները ինչ օգուտ եւ ինչ կարող են վնասներ բերել այս խոսքի ազատության կամ արտահայտման միջոցների, գործնեայության մեջ, որովհետև մենք միշտ արհեստական բանականության մասին խոսելով խոսում ենք դրա դրական նշանակությունների մասին, չէ՞։ Ինչ լավ է, որ մենք կարողացանք գործեք, ինչ լավ է, մենք կարողացանք սա գրել, այս հարցումը անել, այս տեքստը պատրաստել, այս վիդեոն, բայց այն deep fake-ը, որը ստեղծում է շնորհիվ արհեստական բանականության, ինքը մեծագույն սպառնալիք է պետությունների եւ հասարակությունների համար։ Նաեւ սա է, օրինակ, մեր այս 2 օրվա աշխատանքային օրակարգային խնդիրներից մեկը, որը հարցը դնում է եւ փորձում ենք դրան պատասխանել, նաեւ արհեստական բանականության գործիքակազմն է, այսինքն դրա օգուտները եւ վնասները։ Եվ պարոն Հակոբյան, վերջին հարցը, չգիտեմ որքանով է առնչվում հենց այս բուն մեր նշած խնդիրների հետ, այդուհանդերձ Հայաստանում կա գոնե ինձ է այդպես թվում, մեկ այլ վտանգ, քանի որ մենք փոքր երկիր ենք, շրջապատված ավելի մեծ երկրներով, որոնք ունեն տեղեկատվական տեխնոլոգիաների ավելի մեծ, այսպես ասենք, զինանոց, շատ հաճախ մենք տեսնում ենք, որ մեր հասարակությունը այս կամ այն խոշոր երկրի տեղեկատվական հոսքի մեջ է ընկնում, դա երբեմն անգամ կարող է հակասել մեր հասարակական անվտանգությանը, հիշենք COVID-ի ժամանակ օրինակ Ռուսաստանից էր կարծեմ, եւ ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներից էլ, հակա-քովիդյան, հակավակցինացիայի այսպես ուղղությունները, որ եկան եւ Հայաստանում նույնպես ալիք առաջացրեցին, այն նման հոսքերի դեմ պաշտպանվելու մենք մեխանիզմներ ունենք, մշակում ենք, մտածում ենք։ Գիտեք, էլի շատ դժվար է, ճիշտ ասեցիք, բայց ես ասեմ, հակա-քովիդային տրամադրությունները, սերմանում էին առաջերտին մեր տեղական մեդիաները նոր, դրսի, որտեղ տեղական մեդիաների ազդեցությունը շատ ավելի մեծ է, հաշվի առնելով եւ քոլեզուն, որտեղ ոչ բոլորն են անգլերեն կամ ռուսերեն խոսում, եւ ոչ բոլորն են հավատում դրսից եկած ինֆորմացիային, քոնը շատ ավելի վստահելի է, Բայց խնդիրը դրա մեջ է, տեսեք, ընդհանուր ինչ մենք խոսում ենք վտանգների մասին, վտանգը հենց ազատականացումն է, ազատականացումը մեդիաների մարդկանց, որոնք անվերահսկելի պայմաններում կարող են տարածել իրենց ոչ միայն տեղեկատվությունը, այլև չարությունը, ապատեղեկատվությունը, հիմարությունը, ինչպես է դրա դեմ կարելի առնել օրենսդրական կոշտ կարգավորումներով։ Օրինակ, աշխարհում արդեն որոշ չափով սկսել են կարգավորել համացանցային գոնե տեսելասողական բովանդակությունը։ Մեր մոտ, շատ-շատերը կարծում են, որ դա առաջինը հնարավոր չի, երկրորդը ինչ որ չափով դա խաթարում է խոսքի ազատությունը, եւ ես ձեզ ասեմ, մեր օրենքի, այն օրենքի մեջ, որը կարգավորում է մեր գործունեությունը, գլխավոր օրենքի տեսելասողական մեդիայի մասին օրենքում հստակ առանձին տողով գրված է, որ համացանցը չի կարգավորում, կարգավորումը տակ չպիտի ինչ են մտցրել, ոչ մեկ չգիտի, Դրա նպատակը, դրա տրամաբանությունը մենք այդպես էլ չհասկացանք, որովհետև այն վտանգները, որոնց մասին դուք ասում եք դրսից, դա առաջին հերթին գալիս է համացանցով, որովհետև ներսի օրինակ ռեսուրսը, սահմանափակ, դու կարող ես կարգավորել, չտար լիցենզիա դրսի հեռարձակողներին, չէ, պաշտպանել դաշտը, զրկել լիցենզիայից, փակել այստեղ իրենց գործունեությունը, քրեական կամ վարչական վարույթներ բացել, եթե կոպիտ խախտումներ կան, ապա համացանցում դրսից եկող ինֆորմացիայի հանդեպ դու այդպիսի կարգավորման մեխանիզմներ չունես,
Եվ ես կարծում եմ, որ մեր պետությունը, իշխանությունները, ընդհանրապես հասարակությունը, մեդիա էքսպերտները պետք է մտածեն այն օրենսդրական փոփոխությունների մասին, որոնք կփորձեն, քիչ թե շատ նվազեցնել այն բոլոր աղբը, աղբիտակ ամեն ինչ հասկանանք։ Եվ ապատեղեկատվությունը, եւ ատելության խոսքը, եւ չգիտեմ, բռնության կոչերը, սա օրենսդրական կարգավորումների առաջերտին խնդիրն է։ Մեկ, եւ երկրորդը այն կոնսենսուսը դիլինի, որ հասարակությունը զրոյական, համակրանք ունենա այդպիսի դրսևորումների հանդեպ, ինչը մեր մոտ ցավոք դեռ չկա։ Շատ լավ, շատ շնորհակալություն, պարոն Հակոբյան, ձեզ մաղթում եմ հագեցած աշխատանքային բոլորիս օրակարգ։ Ես մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ մեր հյուրներ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, տաղավարում աշխատեց Լիաննա Խաչատրյանը։ Ստեսություն։